բացի այն առումով, թե ինչ է նշանակում ասել, պարտադրել քաղաքական թիմի ցանկությունները ժողովրդին կամ հասարակությանը։ Քաղաքական թիմը այն բանի մասին է, որ ուրվագծում է մոտեցումները, ամբողջացնում եւ ներկայացնում հետագա անելիքները, հետո նաեւ ծրագրի տեսքով։ Եվ մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում եւ այդ ընտրությունները համապետական են, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն։ Այսինքն չի ընտրի եւ ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին ինչ-որ մի բան, ի բնե սխալ է։ Արդյոք դա քաղաքական թիմի ցանկություն է ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցելու ձև չէ, քաղաքական թիմը կոնկրետ ասում է իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, հռչակել 4-րդ հանրապետություն է։ Այո, բայց մենք գնալու ենք ընտրությունների եւ հետեւաբար, եթե ժողովուրդը համաձայն չէ մոտեցումների հետ, տեսեք, 4-րդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Հետևաբար ես այդ Տիկին Գալյան, նաև ժողովուրդը պետք է որոշի։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, որ 4-րդ Հələ պայել եմ միակ դնեմ բանում գրվելու է նոր սահմանադրությանը։ Այո, գուցեև։ Ուզեմ դուք բացատրեք ինչ է սա նշանակում, Տիկին Գալյան։ Սա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն եւ ավելի թավ կերպով գրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է 4-րդ հանրապետությունը, բայց իրավական տեսանկյունից եւ իրավահաջորդության տեսանկյունից մենք պետք է վստահ լինենք եւ ամեն ինչ անենք այնպես, որ որևէ խնդրի առաջ իհարկե չկանգնենք եւ բացառենք դա։ Օրինակ ինչ լինի, երբ 4-րդ հանրապետության հաստատման Ես առաջարկում եմ ուղղակի սպասել, երբ համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն, մենք անպայման կկոմունիկացնենք դրանք։ Տիկին Գալյան, հնարավոր է այդտեղ խոսքը անկախության հռչակագրի հանել-չհանելու մասին։ Դա որևէ կապ չունի այն տրամաբանության եւ մոտեցման հետ, որը դրված է այդ հայտարարության հիմքում։ Իրոք որևէ կապ չունի։ Հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի վայրու հետ կապ չունի։ Իրականում կապ չունի, որովհետեւ անկախ նրանից անկախության հռչակագիրը կպահվի թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Այսինքն 3-րդ հանրապետությունը կարողացել է լինել միայն անկախության հռչակագրի շնորհիվ եւ դա պատմական հաստատում է, պատմական։ Չէ, ես դա չեմ հարցնում, ես հարցնում եմ 4-րդ հանրապետության ստեղծումն անկախության հռչակագրի պահելը, որևէ կերպ վարկադրության մեջ չէ։ Տիկին նախարար, բայց համանadrությամբ 4-րդ հանրապետության Մենք անկախության հռչակագիրը պատմության էջեր չենք իմ պատասխանը դա է։ Տիկին նախարար, Որոշումների ունեք համանadrության մեջ հողը ես լայն եմ։ դա դեռ չենք փնտրում։ Չէ, իսկ համանadrության հետ նոր համանadrության Իսկ ձեր ֆանատները այս ինչ աղմուկ կոտեն, Տիկին Գալյան։ Նույնիսկ ասացի, որ դուք կնեղանաք կանչարեց։ Ձեր ֆանատներն ընդդիմադիրների բոլորին են թաղում, տեսա։ Չէ, ձեր կողմից է։ Նախկիներից է բողոքում։ բան չեմ բանանում, հասկանալ, որ ես եմ հասկանում։ Պահպանել չպահպանելը եւ 4-րդ հանրապետության հաստատման այդ հեռանկարի համանadrության որևէ պատճառական կապի առկայությունը չի քննարկվել եւ չի հաստատվում այս բանը։ Մեկնաբանությունը այդ մասով ամեն Այսինքն եթե հողում անգամ որոշեք պահպանել, դա 4-րդ հանրապետության, որ ասում են վերջնակետը լինելու մեկը մյուսին հակասում է թե ոչ, կարծում եմ։ Տիկին նախարար, համաներում սպասվում է թե ոչ։ Քննարկում չի եղել այդ մասը։ Տիկին նախարար, մի հարցել, չգիտեմ, դրան տիկնայք շատ են աղմուկում։ Դոր չան մի քիչ, հələ մի վարքան։ Կարող գնանք այն կողմ։ Լավ մի հատ հարց։ Արարատի դեմ ինչ ունեք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք